Խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանը Կրեմլում պաշտոնավարել է 55 տարի։ Նա հակասական վիճահարույց կերպար է, պատմական անձ, որը հրաշալի կերպով վարել է Խորհրդային Միության արտաքին հարաբերությունները, նրան են վստահվել ամենաբարդ ու խրթին բանակցությունները։ Этот человек не только армянин по крови, он и русский язык знал очень плохо. Он говорил с акцентом по-русски. Очень смешно. Однажды он рассказывал, что он на каком-то заводе говорил пламенную речь. А потом услышал, что рабочие говорят: хорошо говорил, только жалко не по-русски. Он человек с потрясающим юмором был, очень добрый, очень честный, очень искренний. Но главное, он повлиял на историю, можно сказать, цивилизации, потому что спасти мир от Третьей мировой войны, потому что переговоры между ним и Че Гевара, и Фиделем Кастро, а потом переговоры с Кеннеди. У нас есть протоколы этих переговоров. Թեքեան կենտրոնում տեղի ունեցավ Անաստաս Միկոյանի թորան, կոմպոզիտոր, պրոդյուսեր, երաժիշտ Ստաս Նամինի, Անաստաս Միկոյան, Իլիչից Իլիչ, 4 դարաշրջան, 1 ճակատագիր փաստագրական դրամայի շնորհանդեսը։ Նամինն իր պապի մասին գիրքը գրել է ռուսերեն, այն հայերեն է թարգմանել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։ Այս գիրքը կարդալով ընդհանրապես պատկերացի թե իշման է համաշխարհային քաղաքականությունը, ինչպես պետք է փորձել կարգավորել համաշխարհային խնդիրները, ինչպես պետք է փորձել համաշխարհային խնդիրներում բարդ իրավիճակներում առանց լուրջ կորուստների դուրս գալ։ Հիմա տեսակետ կա, որին համաձայն որ իսկապես Միկոյանը մեծ ներդրում է ունեցել երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու գործում։ Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի շեմին։ Հիմա մեր իրականության մեջ գոյություն ունեցող, ասեմ, հակառուսներ ասում են, որ դա սուտ է։ Բայց դա ասում են ոչ թե նրա համար որ սուտ է, այլ որովհետև իրենք հակառուս են։ Պետք է գնահատել սա։ Ստաս Նամինը 6 տարի իր պապին վերաբերող փաստաթղթեր ու վկայություններ է փնտրել տարբեր արխիվներում, որպեսզի նրա գործունեությունը ներկայացնի բացառապես փաստաթղթերով, պատմական վկայություններով հիմնավորված։ Անաստաս Միկոյանը 55 տարի ծառայելով խորհրդային կառավարությունում մեծ հեղինակություն է ձեռք բերել թե կայսրության ներսում, թե նրա սահմաններից դուրս։ Եթե ասենք Ադրբեջանը ունենար Միկոյանի մասշտաբի գործիչ, հիմա շատ բարձր մակարդակով այդ գործի անունը շահարկելով Ադրբեջանի համար թե քարոզչական դաշտում, թե այլ առումներով դիվիդենդներ կշարի։ Մենք այս հնարավորությունը ոչ միայն չենք օգտագործում, այլև կազմակերպված փոշիացնում ենք ինչպես բազմաթիվ շատ այլ հնարավորություն։ Ստաս Նամինն իր պապի մասին նաև ֆիլմեր է նկարահանել, դարձյալ փաստերով հիմնավորված ներկայացնելով Միկոյանի կյանքի ու գործունեության իրական պատմությունը, փակելով նրան վերագրվող կասկածելի, հորինված պատմությունների էջը։ Այս գրքով ու фільмերով նա մերկացնում է Լեոնիդ Բրեժնևի Միկոյանի մասին տարածած զրպարտությունները։ И он не согласился с Брежневым быть у него в команде. Поэтому Брежнев его сразу убрал это всего. Больше того, даже, значит, он же должен был по статусу быть похоронен в Кремлевской стене. И слава Богу, что Брежнев от ревности его похоронил на Новодевичьем кладбище. И Микоян мечтал со своей женой быть похороненным, со своим отцом, матерью. Там вот как раз все вместе. Поэтому и Брежнев запретил оркестр и гостей на похороны. Поэтому играл только Дживан Гаспарян один на его похоронах. Անաստաս Միկոյան, Իլիչից Իլիչ ժողովածուի վերնագիրն էլ հումորային է։ Ցույց է տալիս այն ժամանակահատվածը, որն ապրել է Միկոյանը, Վլադիմիր Իլիչ Լենինից մինչև Լեոնիդ Իլիչ Բրեժնև։ Что он видел Ленина и послал далеко Брежнева, когда увидел, что там воруют и коррупция. Он понял, что это конец советской власти. Рушится страна, когда начали воровать правительство. И он перестал с ним контактировать. И тогда Брежнев от ревности и злости там много сделал гадости ему. Вот. Но это все смешно, потому что история есть история. Можно придумать все, что хочешь. Ով կմտածեր, որ Լորվա 25 գյուղում ծնված Անաստաս Միկոյանը մի օր կդառնա խորհրդային կառավարության ամենածանրակշիռ դեմքերից մեկը ու կվերածվի լեգենդի։ Когда человек из горной армянской деревни становится, как назвал его Шарль де Голь,
самым лучшим, самым мощным, сильным политиком 20 века. И он был личным другом Мао Цзэдуна, Джона Кеннеди, Роберта Кеннеди, Фиделя Кастро и многих других лидеров крупнейших держав мира. И был в правительстве СССР более 55 лет. Я уже не говорю о том, что он спас мир от Третьей мировой войны во время Карибского кризиса, Кубинского кризиса. И все это вместе говорит о уникальном генетическом коде парня, который родился вот в этой горной деревне, выучил русский язык сам там, в деревне, немецкий язык, читал Плеханова в подлиннике, Карла Маркса в подлиннике, пошел на русско-турецкую войну и добровольцем воевал 2 раза. Անաստաս Միկոյանի կյանքն ու գործունեությունը բացառապես արխիվային փաստաթղթերով ներկայացնող ժողովածուի հայերեն թարգմանությունը տպագրվել է 500 օրինակով։ Այն չի կարող բոլոր հարցերի պատասխանները տալ, բայց համակողմանիորեն պատմում է Անաստաս Միկոյան պետական գործչի դիվանագետի դժվարին, վտանգավոր ու խութերով լի ճանապարհը։